Եթե պատրաստ ես վճարել 30-ից $200, թքի անալիզ ուղարկել լաբորատորիա եւ սպասել մոտ 3 շաբաթ, ապա կստանաս մի խոստումնալից հարցի պատասխան, թե իբր ինչ ազգերի խառնուրդ է ձևավորել հենց քո գենետիկ քարտեզը։ Այսօր կփորձենք հասկանալ, թե իրականում ինչ են չափում էթնիկ ԴՆԹ թեստերը, ինչ սահմանափակումներ ունեն եւ որտեղ է ավարտվում գիտությունը ու սկսվում մարքեթինգը։ Այս լուրջ լաբորատոր հետազոտությունը տիկտոկյան ու ինստագրամյան թրենդ է դարձել, տարածվել աշխարհով մեկ։ Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում, Իրանում շատերը պարզում են, որ այն ազգության հետ, որ իրենց միշտ ասոցացրել են, իրականում կամ առնչություն չունեն, կամ էլ շատ քիչ են կապված։ Իսկ այս օգտատերն էլ պարզել է, որ ավելի շատ հայ է, քան թուրք։ Մի քիչ գենետիկայի մասին, մազերի ու աչքերի գույն, բնավորության որոշ գծեր, սովորություններ, հենց գենետիկայով են կոդավորված։ Օրինակի համար ցուրտ տեղը, որ մարդիկ ապրում են, դուք տեսած կնեք Թիբետում օրինակ, իրենց քթանցքները ուրիշ ձև են, աչքերը նեղ են։ Այդ սաղ ֆենոտիպիկ արտահայտումներ է գեների, որոնք դա ուրեմն ժառանգապես, ժառանգից ժառանգ վերածվում են, այսինքն վերցվում է, այսպես ասած, բնությունը վերցվում է այն հատկանիշները, որոնք ավելի հարմարված են տվյալ բանին, արտաքին ազդեցություններին։